Բարև ձեզ, Երևան Today հարցազրույցի տաղավարում այսօր հյուրընկալել ենք պոլիտիկայի խմբագիր Բորիս Մուրազիին։ Բարև ձեզ, պարոն Մուրազի, շնորհակալ եմ հարցազրույցի հրավերը ընդունելու համար։ Շնորհակալ եմ։ Պարոն Մուրազի, երեկ տեղի ունեցավ եւ դեռ ընթացքի մեջ է ԱՄՆ փոխնախագահ J.D. Vance-ի պատմական այցը Հայաստան։ Ինչ կարծիք ունեք այս մասով։ Պատմական էր, ուրիշ չէ, կարծիքը դե իհարկե լավ է, որ Հայաստան գալիս են տարբեր երկրների ներկայացուցիչներ։ Վատն այն է, որ իշխանությունները, ինչպես եւ սպասելի էր, մանիպուլացնում են այցը, այցի հետ կապված որոշ դրվագներ, իհարկե տարբեր պատճառաբանություններ են բերում, ցանկացած դեպքում Միացյալ Նահանգները Հայաստանին թշնամի պետություն չէ եւ նման այցերը իհարկե լավ են, բայց բովանդակության իմաստով իհարկե քննարկելիք կա։ Այցի շրջանակներում ամենաշատը քննարկվեց էլեկտրաէներգիայի ոլորտում այդ համաձայնագիրը, որը ստորագրվեց եւ խոստացվեց 9 միլիարդի ներդրում։ Ի վերջո սա ներդրում էր, թե առևտրային գործարք։ Գիտեք, ես sense այդ լուրը լսեցի, ինձ համար տարօրինակ թվաց, դա որ Միացյալ Նահանգները պատրաստում է Հայաստանում 9 միլիարդ դոլարի ներդրում անել, որտեղ Միացյալ Նահանգները ընկած աշխարհից փող է հավաքում, այսինքն այլ նախագահներ են առևանգում, չգիտեմ, պատերազմներ են սկսում եւ այդ բոլորի հիմքում դրված է այն, որ Տրամպի վարչակազմը պահանջում է, որ աշխարհը ներդրում անի Միացյալ Նահանգների տնտեսության մեջ։ Եվ հենց ի սկզբանե այդ լուրը տարօրինակ էր, որ ինչու պիտի Հայաստան, որ ական փոքր պետություն է, 9 միլիարդ դոլարի ներդրում արվի, հետո պարզվեց, որ իբրև թե թարգմանության սխալ կա։ Իհարկե, միջև այդ քարոզչական գործիքները ողջևորվել էին, նրանց հավատացողները ընդհանրապես ավելի շատ էին ողջևորվել, մարդիկ արդեն 9 միլիարդը բաժանում էին 3 միլիոնի մեջ, թե մարդը ինչքան փող է հասնել, հետո պարզվեց, որ 9 միլիարդը պետք է ոչ թե բաժանել 3 միլիոնի մեջ տրամաբանությամբ, թե ամեն մեկին ինչքան է հասնելու, այլ պետք է քննարկել, թե ամեն մեկը ինչքան է պարտք մնալու Միացյալ Նահանգներում, որովհետև խոսքը ըստ էության հնարավորության մասին է եւ փոխնախագահը շատ ուղիղ ասաց, որ հնարավորություն է ստեղծում ամերիկյան եւ հայկական ընկերությունների կողմից կնքել գործարքներ եւ թույլատրվել է Միացյալ Նահանգների ընկերություններին առաջին փուլով 5 միլիարդ դոլարի մատակարարումներ անել Հայաստան։ Այսինքն Հայաստանը պիտի վճարի առաջին փուլով 5, հետո 4 միլիարդ դոլար Միացյալ Նահանգների տնտեսությանը, ընկերություններին, ծառայություններ մատուցողներին, որպեսզի իրենք իբրև թե այստեղ մոդուլային ատոմակայաններ կառուցեն։ Իհարկե մի առանձին թեմա է մոդուլային ատոմակայանները, դրանք աշխարհում շատ օգտագործված տեխնոլոգիաներ չեն, այս պահին աշխարհում երկու պետություն կա, որ մոդուլային ատոմակայանների կիրառման, գործարկման փորձառություն ունի, եւ չզարմանաք, այդ երկու պետությունների շարքում Միացյալ Նահանգները չկա, խոսքը Չինաստանի եւ Ռուսաստանի Դաշնության մասին է։ Միացյալ Նահանգները ունի տեխնոլոգիաներ, բայց դեռ գործարկված չեն դրանք, եւ եթե անգամ Հայաստանը մտնի այդ 9 միլիարդ դոլար պարտքի տակ եւ այդ մոդուլային ատոմակայանները բերվեն Հայաստան, Հայաստանը կլինի փորձադաշտ ըստ էության ամերիկյան այդ տեխնոլոգիաների համար։ Եվ Հայաստանում կիրառված այդ փորձը հետո Միացյալ Նահանգները կվաճառի այլ պետություններին։ Սրա մասին է խոսքը։ Հայկական շահ էստեղ չեք տեսնում, քանի որ քաղաքացիների աչքից եթե նայենք, նման բարձրաստիճան պաշտոնյա եկավ, նման հիանալի խոստում հնչեց 9 միլիարդ։ Եկին ու երեխեքն էլ եկան, ինչ տվեց։ Խոստում, բայց մարդիկ իրենք սխալ բան չեն ասել։ Իրենք ասել են, որ թույլ կտան Միացյալ Նահանգների ընկերություններին Հայաստանի վրա 5 միլիարդ դոլարի տեխնոլոգիաներ վաճառել։ Այսինքն դուք այստեղ հայկական շահ չեք տեսնում։ Չէ, եթե տեխնոլոգիաները փորձարկված լինեին, եթե դա ռեալ փոխարինող լիներ սովետական միության տարիներին կառուցված ատոմակայան, իհարկե հայկական շահ կա, ով ասաց չէր կարող լինել, բայց նախ դժվար է հավատալ այս իշխանություններին, որ իրենք կարող են այդ ծավալի ծրագիր իրագործել, հա, ընդամենը փաստորեն իշխանությունները ամբողջ 8 տարիների ընթացքում գովազդում էին բաներ, հա, ասֆալտը, պետք է պարզվեց այդ ասֆալտը ձյան համար նախատեսված չի ու ձյուն գալու պարագայում ասֆալտը ուղղակի փչանում է։ Այս իշխանությունները նման մեծ ծրագրեր չեն իրագործել եւ միայն Հայաստանի իշխանությունների հանգամանքը ստիպում է կասկածով վերաբերվել այդ ծրագիրը կյանքի կկոչվի թե ոչ, եթե անգամ Հայաստանը ինչ որտեղից 9 միլիարդ ունենա, որ այդ պարտքը տա։
Այսինքն կարծում եք այլ իշխանությունների պարագայում ինքը լավ ծրագիր էր, հնարավոր էր իրագործել։ Այլ իշխանությունների պարագայում չէ։ Նախ ծրագիրը ասացի, որ Հայաստանում է փորձարկվելու։ Միացյալ Նահանգները չունի գործարկված մոդուլային ատոմակայաններ։ Գոնե բաց աղբյուրներում նման տվյալներ չկան։ Երկրորդը դեռ պիտի նայել երկարաժամկետ առումով Միացյալ Նահանգների տեխնոլոգիաները կտա, թե չէ, այսինքն ժամանակի հարց է, պետք է դեռնալ նախ հասկանալ, բացի նրանից, թե որ Հայաստանը ինչ պարտքի տակ է մտնում։ Երկրորդը մենք հիշում ենք 2021 թվականին մեծ շուկով հայտարարվեց, որ Եվրամիությունը Հայաստանին կտա 2.6 միլիարդ եվրո, որը 3 միլիարդից ավելի դոլարից ավելի անում։ Եվ սա էլ հենց եթե հիշում եք նույն մարտիկ, նույն տեքստերը, որ այսեք դուք ուզում Եվրոպան 3 միլիարդ դոլար տվեց, այդտեղ սկսեցին մարտիկ իրար մեջ բաժանել, հեսա ով ինչքան փող է ստանալու այդ 3 միլիարդից, հետո պարզվեց նախ այդ 2.6 միլիարդ եվրոյի մեծ մասը վարկ է, այսինքն պարտքով են տալիս, եւ երկրորդ պարզվեց, որ մի քանի տարի հետո պարզվեց, որ դրա ընդամենը եթե անգամ իրագործվի, ընդամենը 1/5-ն է իրագործվելու, այսինքն 550 միլիոն եվրոյի հետ կապված ծրագրեր 2023-ին դեռ չէին գործարկվել, նախագծվում էին, պատրաստվում էին գործարկել։ Այդ 2.6 միլիարդը Հայաստան պիտի գար 5 տարվա ընթացքում։ Հիմա արդեն 5 տարին անցավ։ Մի քանի ամսից կլռան այդ 5 տարին։ Դուք 2.6 միլիարդի ներդրում տեսել եք Հայաստանում, ոչ։ Մենք տեսել ենք միլիարդավոր դոլարների պարտքեր։ Տարեկան $1 միլիարդ, այս մարդիկ պարտք են վերցնում Հայաստանի քաղաքացիների հաշվին։ Դրա համար հենց այդ ողջավորության ալիքի վրա ինձ մոտ կասկածներ առաջացան, հասկանալ էս քամին որտեղ է փչում։ Հետո չմոռանանք այդ 2.6 միլիարդը գովազդելու ֆոնին հանձնեցին Արցախը։ Ես վախեցա, թե 9 միլիարդի դեմ ինչ կարող են հանձնել, գուցե ընդհանրապես Հայաստանից մի քանի մարդ հանձնեն, բայց լավ է, որ Միացյալ Նահանգները 9 միլիարդ մեզ տալու խոստում չի տվել։ Խոսքը Հայաստանի կողմից Միացյալ Նահանգներից 9 միլիարդ դոլարի տեխնոլոգիաներ եւ ծառայություններ գնելու հնարավորության մասին է, ոչ պայման, այսինքն նախ Հայաստանը չունի այդ 9 միլիարդը, Միացյալ Նահանգներն էլ պատրաստ չի ձրի տալ դա։ Ասում են, հա կարող եք մեզնից 9 միլիարդ դոլարի գնում անել։ Կարող եք։ Բայց ստացվում է իրենք նման պայմանագրեր են կնքում Միացյալ Նահանգների հետ, նույն Եվրամիության հետ, փորձում են այսպես ասած տնտեսություն զարգացնել եւ չի ստացվում այս պարագայում, որ նման հայտարարությունները ընդդիմությունը չարախոսում է գործող իշխանությունների քայլերի դեմ։ Ինչ հայտարարություններ, որ 2.6 միլիարդը չեկավ, այդ չարախոսանք է, փաստ է։ Հիմա մի քանի ամիս է մնացել այդ 5 տարվա լրանալուն, 2.6 միլիարդը չի եկել։ Հիմա փաստ չի, ինչ ասի ընդդիմությունը։ Գիտեք, այն բանն էլ ծայրահեղություններ էլ իհարկե կան ընդդիմության դաշտում, բայց կարծում եմ, այս փաստերը ծայրահեղության մասին չէին։ Օրինակ, տեսեք, ընդդիմությունը նաև մեղադրում է, որ գնում ենք դեպի Եվրամիություն, ԱՄՆ-ը փչացնում ենք հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց մենք տեսանք Ալեն Սիմոնյանի այդ վերջերս Ռուսաստան, Մատվիենկոն դիմավորեց, Լավրովի հետ հանդիպում ունեցավ։ Քաղաքացու աչքերով ամեն ինչ այսպես իդեալական է թվում։ Դե գիտեք, ամեն ինչ իդեալ, հիշում եք Նիկոլ Փաշինյանը ուղղաթիռով գնում էր Արցախ, այնտեղ Շուշիում տրնգի էր ապարում, լավ խմում էր հաճախ, հա, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հետ հրաշալի հարաբերություններ ուներ, ռազմաքաղաքական ղեկավարություններ դժգոհ չէր Նիկոլ Փաշինյանից, ասում են, ինչ ուզում ենք տալիս է, ուր է հիմա Արցախը եւ ուր է այդ ռազմաքաղաքական ղեկավարությունը։ Արցախը օկուպացված է, ռազմաքաղաքական ղեկավարությունն էլ Բաքվի բանտերում են։ Հիմա եթե այդ քարոզչական ֆոնը, քարոզչական աղմուկը բավարար է վստահությամբ լցվելու, որ այս մարդիկ լավ գործ են անում, շատ լավ։ Ես վստահ եմ, Բակո Սահակյանն ու Արայիկ Հարությունյանն էլ վստահ են, որ լավ է լինելու Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ։ Խոսելով հենց Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մասին, ովքեր օրերս ցմահազատազրկման դատապարտվեցին Բաքվում, նախատեսվում է Վենսի այցը նաև Ադրբեջան, այս կոնտեքստում որևէ ակնկալիքներ կարող ենք ունենալ։ Կարող է լինել ակնկալիքներ, հատկապես հարց է առաջանում, որ Բաքուն շատ արագացրեց վճիռների կայացումը։ Կարող է լինել, կարծում շանսը կա։ Ես չեմ կարծում դա լինելու է Հայաստանի կոչով կամ Արման Թաթոյանի Վենսի տատու մասին գրառմամբ, այդ պատճառներով չի լինելու։ Միացյալ Նահանգները եթե ցանկանա Հայաստանի հասարակության մեջ այդ տպավորությունը թողնել, իրենք կանեն դա, այդ գործիքները ունեն։ Հիմա ես չգիտեմ Միացյալ Նահանգները ցանկանում է դա անել թե չէ, կամ դրա փոխարեն ինչ որ բան պիտի
այսպես ասած փոխադարձ տան Ադրբեջանին պատրաստ է տալ Ադրբեջանին թե ոչ։ Եվ այստեղ կա հարց, Ադրբեջանը պատրաստ է գնալ այդ կարգի զիջումների, օրինակ Ադրբեջանը կարծում եթե անգամ նման խոսակցություն բացվի, կառաջարկի քաղաքացիական ոչ ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների վերադարձ Հայաստանին, այլ 3 հոգի կարծում շարքային մարդիկ են հասարակ քաղաքացիներ, որոնք հայտնվել են Բաքվի բանտերում, կառաջարկի օրինակ նրանց վերադարձնել։ Բայց շանսը կա ամեն դեպքում եւ նրանց վերադարձը եւ ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձը մեզ համար որպես հասարակություն ցանկալի է, որովհետեւ անկախ մեր վերաբերմունքից նրանց կառավարման տարիներին, հա, արված հայտարարություններին Նիկոլ Փաշինյանի հետ տրնգի ապրել չպարելուն, իրենք մեր հայրենակիցներն են եւ մեր հայրենակիցները պիտի լինեն Հայաստանի տարածքում եւ եթե կա դատարան, որը որևէ մեկին Հայաստանի քաղաքացիներից պիտի դատապարտի, ապա դա Հայաստանի դատարանն է։ Այ հենց այդ սցենարը իրատեսական համարում եք, որ գուցե վերադառնան Հայաստան, պատիժը այստեղ կրելու պահանջով։ Չէ, դա տրամաբանական չեմ համարում, այսինքն Բաքվի դատարանի որոշումը այստեղ իրագործվի։ Հա, Նիկոլ Փաշինյանը շատ կուզի, բայց կարծում քարոզչական իմաստով դա իրենց ձեռք չի տալիս։ Ձեռք չի տալիս, որովհետև դե քաղաքացիներ կան վերադարձել են, այնտեղ դատապարտված են 15 տարվա ազատազրկում։ Ու տրամաբանական չի դա քննարկել։ Այդ սցենարը չեմ կարծում քննարկել արժի։ Անդրադառնանք մի փոքր նաև մեր երկրի ներսում տեղի ունեցող դատական գործընթացներին, մասնավորապես մենք տեսանք փոխվեց Միքայել Սրբազանի խափանման միջոցը, բայց զուգահեռ օրինակ տեղի ունենում ԱՄՆ Հայոց կաթողիկոսի եղբոր եւ եղբորորդու գործով դատական նիստերը, Բագրատ Սրբազանի գործով, Մկրտիչ Սրբազանի 6 հոգեվորականների ելքը երկրից արգելվեց, սրա վերջը որտեղ եք տեսնում։ Սրա վերջը երկու տարբերակ կա, կամ պարտվում է եկեղեցին եւ հայկական շահը կամ պարտվում է Նիկոլ Փաշինյանը, ուրիշ տարբերակ չկա։ Երրորդ տարբերակ չկա, ինչպես կասեր Էդմոն Մարությանը, երկուսից մեկի պարտությունն է ելքը։ Եվ դա քաղաքական իմաստով կարող է լինել ընտրություններ, այդ ընտրական զարգացումներ, եկեղեցու իմաստով կարող է լինել ուղղակի վեհապար հայրապետի ճակերտավոր ասած ինքնական հեռանալը, բայց ես կարծում եմ սա քիչ հավանական սցենար է, չնայած եկեղեցու պարագայում անգամ այդ վերջնական պարտության չի բերելու, որտեղ դե չի կարող 2000-ամյա կառույցը պարտվել, ասենք ինչ-որ գործակալական խմբակին։ Ու կարող է ճնշման տակ ինչ-որ հետ քայլ անել, բայց դա վերջնական պարտություն չի լինում։ Այ քաղաքական իմաստով քաղաքական դաշտը կարող է վերջնականապես պարտվել, եթե մենք չգիտակցենք պահի լրջությունը, չհասկանանք, որ այս Վենսի գալը, հայտարարությունները, Հական Ֆիդանի հայտարարությունը, Ալիևի սիրախաղ իշխանությունների հետ ունեն այս բոլորը կոմբինացված այս քայլերը, ունեն մի նպատակ Նիկոլ Փաշինյանին վերակարգել Հայաստանի վարչապետի պաշտոնում։ Եվ դա չի արվում այն պատճառով, որ ասենք Հական Ֆիդանը գիշերը քնում Նիկոլինա երազին տեսնում կամ Վենսը տատիկից խորհուրդ է լսել, որ անպայման Նիկոլին աջակցել, հա, կամ Ալիևը, ասենք Նիկոլ Փաշինյանին հարբած ծաղրած ու ասելուց հետո հետը նստել մի բաժակ խմել, հասկացել որ լավ է ընկերություն կարող, չէ, դա չի։ Այս բոլորի շատ հելադրում է, որ Նիկոլ Փաշինյանը վերընտրվի, որովհետև բոլորի համար ամենահարմար Հայաստանի շահի դեմ գործող պետությունների համար կամ իրենց երևի ճիշտ ձևակերպում չօգտագործեցի, որովհետև իրենք ոչ թե հայկական շահի դեմ են գործում, այլ իրենց շահերից են ելնում։ Ինչը տրամաբանական է, այսինքն ես չեմ կարող Թուրքիային, Ադրբեջան չեմ ընդունում իհարկե այդ պետությունների քաղաքականությունը, բայց չեմ կարող դատապարտել, ինչ եք ձեր շահը հետապնդում։ Մարդիկ այդպես շահ ունեն, հասկացի իրենց շահը որն է, դու քո շահը հետապնդի որպես պետություն։ Իրենք իրենց շահն են հետապնդում եւ իրենց շահը հուշում է, որ Նիկոլ Փաշինյանի վերընտրությունն է անհրաժեշտ։ Այն նման գեոպոլիտիկ աջակցության ֆոնին չի կարող արդյոք դա ազդել քաղաքացու ընտրության վրա, քանի որ քաղաքացին կարող է մտածել, որ տեսեք, այս երկիրն աջակցում է, այն երկիրն աջակցում է, դե Թուրքիան, Եվրամիությունը, ԱՄՆ-ն Նիկոլ Փաշինյանին աջակցում են, մեկը ինքն է ընտրվելու ու չգնան ընտրության։ Այս շատ լավ, վերջի ձևակերպում շատ լավ է, որովհետև այս հարցից պատասխանը հենց այդ ձև է ուզում։ Քաղաքացիների մեծամասնությունը զզվում է Նիկոլ Փաշինյանից, այսինքն Նիկոլը Էրդողանը պատժի դնի գլխին, Ալիևը, չգիտեմ, տանի իր մոտ փոխնախագահ Նիկոլ Փաշինյան, դա ոչ մի բան չի փոխելու։ Հասարակության մեծ մասը զզվում է Նիկոլ Փաշինյանից եւ պատրաստ չի իրան տեսնել այդ պաշտոնում կամ պատրաստ չի իրեն ընտրել։ Այլ բան է, որ այո, կարող է այս իրավիճակը, եթե
ընդդիմությունը, հասարակությունը, հայկական շահի հետևից գնացող մարդիկ չաշխատեն հանրության հետ եւ չմոտիվացնեն գնալ ընտրությունների։ Իսկ ինչպես ճիշտ աշխատեն հանրության հետ, որ կարողանան այդ մոտիվացիան դնել մարդկանց մեջ, Ճիշտ աշխատելը սա ժողովուրդ ուզում եք ապրել այս երկրում։ Ուզում եք ապրել այն միջավայրում, որը ձեզ խորտ չի, հայկական միջավայրում։ Ուզում եք չասեմ ապրել այնպես ինչպես ապրել եք, չէ, ապրել այնպես ինչպես ձեր հոգուն հարազատ է։ Հաստատ թուրքականը չի ձեզ հարազատ։ Եթե այդպես էր կգնայիք Թուրքիա, այնտեղ կապրեիք կամ ցեղասպանությունից հետո կարելի էր կամ ցեղասպանության ֆոնին իսլամ ընդունել, մնալ այնտեղ։ Վստահաբար հարազատ չի մարդկանց հոգուն։ Եթե չեք ուզում ապրել, պետք է գնաք ընտրությունների, որովհետև ընտրությունները չեմ ասում միակ, բայց շատ կարևոր քայլ է ցույց տալու, որ հասարակությունը մերժում է այս մարդուն։ Եվ շատ կարևոր քայլ է որպես քաղաքացի պատասխանատվություն վերցնելու, որ ես ընտրում եմ այսպես ապրել։ Որովհետև ընտրության չգնալն էլ է ընտրություն։ Ընտրության չգնալն նշանակում է մարդը ընտրում է հարմարվել, մարդը ընտրում է կոտրվել, մարդը ընտրում է, չգիտեմ, վատագույն դեպքում արտագաղթել Հայաստանից, թքել գնալ, հա, ասել դե չեք ուզում ես կգնամ այս երկրից։ Դա շատ վատ սցենարներ են այդ բառը, որովհետև ի վերջո պետք է հասկանալ Նիկոլ Փաշինյանը անցողիկ է, բոլոր իշխանությունները անցողիկ են, հա, աշխարհակաղակական իրավիճակը անցողիկ է, կարող է անցնել։ Մնայունը միայն հողի վրա ապրելն է եւ այս հողի վրա սերունդներ տալն է։ Որովհետեւ այս պահին իրավիճակն այսպիսին է, այո, բարդ իրավիճակ է հայկական շահի տեսանկյունից, բայց ով ասեց, որ 2 տարի հետո այդպես է լինելու։ Ի վերջո եկեք Արցախին նայենք, եթե մարդիկ որոշեին, որ ամեն պարագայում պիտի մնան իրենց հողի վրա, խոսքը շարքային քաղաքացիների մասին չէ, ռազմաքաղաքական ղեկավարությունը նման որոշում կայացներ, մի տարի, 2 տարի հետո իրավիճակը փոխվելու էր, ինչպես հիմա փոխվել է։ Ասենք դուք տեսաք ռուս-ադրբեջանական հարաբերություններն ինչպես լարվեցին, այդ ռուս-ադրբեջանական հարաբերությունների լարման ֆոնին, չնայած ես կարծում եմ այդ դեպքում Ադրբեջան չէր գնա նման լարման, եթե ռուս խաղապահներ եւ հայ բնակչությունը մնար Արցախում, լրիվ ուրիշ հնարավորություններ էին բացվել։ Ի վերջո աշխարհը հնարավորությունների պատուհան է, ժամանակ առ ժամանակ բացվում են հնարավորություններ եւ պետք է օգտվել դրանից։ Հիմա հնարավորության դեպքում հնարավորությունից չօգտվելու մի պարագա կա, որ դու տարածքը թողում գնում ես, քո երկիրը թողնում գնում ես օտարության մեջ, դու այլևս իրավասություն չունես այստեղ որոշումների կայացմանը մասնակցելու։ Իսկ գերիների վերադարձը որպես նախընտրական քայլ հնարավոր համարում եք։ Պայմանավորվածություններ օրինակ։ Շատ տրամաբանական սցենար է։ Չեմ բացառում, որովհետև Ալիևը ամեն ինչ պիտի անի, որ Նիկոլ Փաշինյանը վերընտրվի։ Նույնը Թուրքիան, հավաքական արևմուտքը իրենց պետք է որ Նիկոլ Փաշինյանը օգտվի, բայց ելի եմ ասում, այստեղ հարցը նրանումն է որ ոչ թե իրենք Նիկոլ Փաշինյանին սիրում են, այլ հարցն նրանումն է որ Նիկոլ Փաշինյանը անելիք ունի։ Կամ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է անել այն, ինչ ուրիշները պատրաստ չեն անել հայկական շահի հաշվին։ Իսկ այդ լավ բան չի խոսում, այսինքն լավ բան չի կարելի սпасել այդ իրավիճակը։ Ես վստահեցնում եմ 2026-ին, եթե սրանք կարողացան ժողովրդին մոլորեցնելով, բանով, հա, կազմակերպել Փաշինյանի վերարտադրությունը, շատ ավելի դժվար ժամանակներ են սպասվելու Հայաստանին։ Ինչքան էլ դժվար լինի, հասարակությունը պիտի մերժի Նիկոլ Փաշինյանին, որտեղ այդ մերժումը դժվար է կազմակերպել, բայց շատ ավելի դժվար է թե չմերժեք այդ մարդուն։ Իսկ ինչ սցենարներ եք կանխատեսում, օրինակ նախընտրական ընտրությունների ընթացքում վերցնենք օրինակ Եվրամիությունից հնչած այդ աջակցությունը Մոլդովայի օրինակով, ինչ Եվրամիության այդ աջակցությունը նշանակում է, որ Եվրամիությունը կանաչ լույս է վառել Փաշինյանի կողմից իրականացվելիք հնարավոր ընտրակեղծիքների առաջ։ Բայց ել եմ ասում, ինչ դաբրոտա Եվրամիությունը, ինչ ասի Հական Ֆիդանը, ոնց Նիկոլին գովա Ալիևը, եղբայրության ինչ շքանշաններ ու պարգևներ ասեք, որ չստանան, եթե ժողովուրդը այլ բան որոշի, այդ ամեն ինչը ջուրն է գնալու։ Այստեղ շատ կարևոր է ժողովրդի որոշումը։
քաղաքացիների Ինչպես դիրքորոշում։ ժողովուրդը վստահ լինի, որ իր ձայնը որոշիչ է լինելու։ 2021-ին ընտրության գնացած քաղաքացին էլ է, չէ, վստահ եղել, որ այն ընդդիմադիր տեխնացուն ում ընտրում է, ինքը կընտրվի վերջապես, ինքը Նիկոլ Փաշինյան վարչապետ էլ չի ունենա։ Այսօր ինչպես ժողովուրդը վստահ լինի, որ հենց իր ձայնը կլինի որոշիչ ու գնա ընտրության։ Պետք է գնա ընտրության, եթե իր ձայնը, այսինքն եթե Նիկոլ Փաշինյան 680,000 մարդ չընտրեր, ժողովրդի ձայնը էլի ժողովրդի ձայնն է եղել որոշիչ։ Այսինքն մարդիկ ավելի շատ որոշել են ընտրել Նիկոլ Փաշինյան։ Խաբվել են, ես ձեզ վստահեցնում եմ, խաբվել են։ Բայց ուզում ասեմ, այդտեղ ինչ իմ ասածի հետ հակասություն չկա։ Իսկ ինչու է կարծում, որ այսօր փոխվել է, օրինակ այդ 680,000-ը էլ չի։ 680,000-ը չկա միանշանակ։ Վստահաբար չկա, որովհետև ընդ որում այստեղ առաջին տեղում չի այն, ասենք առաջին տեղում չի հիասթափության Արցախի հանձնումը, ես դժվար բան եմ ասում, բայց անկեղծը սա է։ Սոցիալական խնդիրները, որ մարդիկ բախվում են։ Քաղաքացիների, աղքատ քաղաքացիների նկատմամբ սրանց վերաբերմունքը, որ փոխում է, մարդիկ հասկանում են, որ այս իշխանությունը կապ չունի իրենց խնդիրների հետ։ Մարդիկ ի վերջո եկեք արձանագրենք 2021 թվականին այս իշխանությունը այսքան օլիգարխացած չէր։ Հիմա սա օլիգարխների իշխանություն է։ 2021 թվականին Նիկոլ Փաշինյանը $200,000 աշխատավարձ եւ պարգևավճար էր ստացել, իհարկե չէ։ Հələ Նիկոլ Փաշինյանը մի բան էլ 2020-ին գլուխ էր գնում, թե ես պարգևավճար չեմ ստացել, մի դրամ ավել աշխատավարձից չեմ ստացել։ Իսկ հիմա ասում եմ, ոնց չստանամ, բա որ չստանանք, մեզ կտանեն մասնավոր ոլորտ։ Նիկոլ Փաշինյանը որտեղ են տանելու մասնավոր ոլորտ։ Ես մի գործարար ընկեր ունեի, հարց տվեցի, հետաքրքիր է, ասացի ԿՊԱ-ականներից ասում են, որ մասնավոր ոլորտը գլուխ է ջարդում ԿՊԱ-ականների համար։ Օրինակ դու այսքան խոշոր բիզնեսի տեր ես, մի 7-8 միլիոնով ԿՊԱ-ական կվերցնեիր աշխատանք։ Ես 7-8 միլիոն կտայի ԿՊԱ-ականներին, ուրեմն հեռու մնային իմ բիզնեսից, որտեղ բիզնեսի լավագույն շահը թելադրում է, որ ԿՊԱ-ականները մոտիկ չլինեն այդ process-ին։ Դրա համար ժողովուրդը հիասթափված է, չէ, դա չի կարելի ասել, որ 680,000-ը վաղուց չկա, սրանք նաև ինչ են անհանգստացած, ինչ են փորձում ստեղծել մթնոլորտ, որ մարդիկ հիասթափվեն չգնան ընտրությունների, որովհետև հասկանում են, որ տեսեք, դիցուկ եկեք այդ թիվ վերցնենք, ասենք, վերցնենք ընտրողների թիվը 1 միլիոն է, օրինակ, եւ դրանց մեջ շատ մեծ թիվ եմ ասում ԿՊ-ի համար։ ԿՊ-ին ընտրում է 300,000-ը, հա։ Եթե 1 միլիոնը գնում է ընտրության, ԿՊ-ի 300,000-ը այդ ընտրության գնացածների 30%-ն է։ Իսկ եթե 600,000 է գնում ընտրության 1 միլիոնի փոխարեն, ԿՊ-ի 300,000 արդեն դառնում է 50%։ Իսկ հենց այս տեսանկյունից շատ կարևոր է, որ Նիկոլ Փաշինյանին մերժող քաղաքացիները անպայման գնան ընտրության, որովհետև Փաշինյանին ընտրողները հաստատ գնալու են։ Այսինքն գնացեք, թույլ մի տվեք ձեր փոխարեն որոշում կայացնել։ Հետո արդեն որ ասում են կեղծեն էս են կանեն, քաղաքացիները, որոնք գնում են ընտրության եւ դեմ են քվեարկում Նիկոլ Փաշինյանին, պիտի նախընտրեն այնպիսի ուժերի, որոնք չգնան գործարքի, ես չեմ թվեի այդ ուժերի անունները, հաստատ քիչ չեն, որոնք գործարքի չեն գնա Նիկոլ Փաշինյանի հետ։ Մեկ եւ երկրորդը պատասխանատվություն դնեն այդ ուժերի վրա, որ եթե լինում են ընտրակեղծիքներ, դուք կազմակերպում եք հանրային բողոքի ալիք, մենք էլ մասնակցում ենք այդ ալիքին որպես քաղաքացիներ։ Հասկացա։ Դուք այս ամենը հաշվի առնելով ձեր անձնական կարծիքն եմ ուզում հասկանալ գեոպոլիտիկ այս աջակցությունը, երկրի ներքաղաքական վիճակը, եկեղեցու վրա հարձակումներ եւ այլն հակադրվող գործոններ են։ Ինչպիսի ակնկալիք ունեք ընտրությունների արդյունքները, ինչպես եք տեսնում։ Ես չեմ ուզում կանխագուշակում անել, որտեղ ամեն ինչ կախված է ժողովրդի տրամադրվածությունից։ Մարդիկ կուզեն իրենց դիրքորոշումը արտահայտել, թե ոչ։ Իսկ այստեղ քաղաքական ուժերի աշխատանքից է կախված այս ամեն ինչը։ Այո, հասարակության քաղաքացիների մեծ մասը մերժում է Նիկոլ Փաշինյանին, բայց այդ մեծ մասը կգնա ընտրության թե չէ, ես չեմ կարող ասել։ Հենց կարևոր հարցը այստեղ է եւ այստեղ կգնա թե չի գնա, դա արդեն քաղաքական ուժերի աշխատանքից է կախված։ Ինչ առաջարկ են անում քաղաքական ուժերը քաղաքացիներին։ Եվ այս առաջարկի տեսանկյունից կարծում եմ առաջիկայում շատ ավելի բաց կլինի քննարկել, որ ուժը ինչ է առաջարկում, այդ ուժեղ առաջարկները հիմա արդեն տարբեր քաղաքական միավորներ կան, 21-ի կրկնությունը նաև այդ իմաստով չի լինելու, որովհետև այն ժամանակ եթե կար
կոնկրետ մի ուժ, որ գնում էր հաղթելու, հիմա կարծեք թե կան տարբեր ուժեր, որոնք այո, որպես քաղաքական ուժ պիտի գնան հաղթելու, բայց ռեալ պոլիտիկից ելնելով հասկանում են, որ այնուամենայնիվ լինելու է ամենայն հավանական, եթե շատ տարօրինակ զարգացումներ չդեն, լինելու է կոալիցիոն կառավարություն։ Եվ սա էլ ժողովրդին պիտի հասցնել, ժողովրդին տրամադրել, որ իրեն գնան ընտրության։ Ի վերջո, եթե 2021-ին կար մի գլխավոր ուժ եւ իր դեմ երկար տարիներ իրականացվել էր հակաքարոզ եւ այդ հակաքարոզը կարող էր օգնել մարդկանց մնալ пассив կամ չուզելով Նիկոլ Փաշինյանին ընտրել Փաշինյանին, հիմա կան տարբեր ուժեր, խնդրեմ գնացեք ընտրեք ուժ, որը ձեր սրտին հոգեհարազատ է, ընդ որում 21 թվին էլ կար 25 մասնակցող ուժ, բայց այն 20-22-ը ուղղակի ոչ մի ուժեր էին, հա, ասենք որևէ դերակատարում չունեին, ձայն փոշիացնողներ էին։ Հիմա առնվազն երկու ուժ կա, որ ռեալ առաջարկ է անում, կարծում եմ երրորդն էլ կհայտնվի, ու հավանականություն կա ճավել փոքր շանսերով 4-րդը հայտնվի, այսինքն 2-3 առավելագույնը 4 մեծ ուժ կա, որ կարող է առաջարկ անել ժողովրդին։ Շնորհակալ եմ, պարոն Մուրադյան։ Շնորհակալ։